Միացյալ Նահանգները պայմանավորվել է Վենեսուելայի պետական Պետրոլեոս դե Վենեսուելա նավթային ընկերության հետ։ Ամերիկյան պատժամիջոցներից հենց ամերիկացիները կազատեն վենեսուելական նավթը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով գործարքը Վաշինգտոնին Վենեսուելայի նավթային եկամուտները վերահսկելու հսկայական լծակ կտա, բայց Վենեսուելայի ժողովուրդը միայն օգուտ կստանա։ Հասկացեք, վենեսուելացիներ իրենց նավթից որևէ եկամուտ չեն ստանում։ Նրանք չեն կարող անգամ տեղափոխել այն առանց մեր թույլտվության։ Դրանք պատժամիջոցների տակ են։ Այս լուծումը Վենեսուելայի ժողովրդի համար եկամտաբեր կլինի։ Մենք էլ ազդեցություն եւ վերահսկողություն կստանանք։ Ձերբակալված նախագահ Մադուրոյի աջակիցներից շատերը կարծում են, որ պայմանավորվածությունը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար դարձած Դելսի Ռոդրիգեսի հետ է ձեռք բերվել։ Թրամփը Դելսի Ռոդրիգեսին նախազգուշացրել էր, չհնազանդվելու դեպքում Մադուրոյից ավելի վատ ճակատագրի կարժանանա։ Ժամանակավոր կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Վաշինգտոնի հետ հարաբերությունները վատթարանում են, առևտրային տեսանկյունից Միացյալ Նահանգները մնում է վենեսուելական ապրանքների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում մի նախադեպը չունեցած բիծ է հայտնվել։ Իհարկե, մեր առևտրային հարաբերությունները ոչ արտակարգ են, ոչ էլ կանոնավոր, բայց Վենեսուելայի արտահանման 71%-ը կենտրոնացած է 8 երկրում, եւ այդ 71-ից 27%-ը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգների կառավարությունն արդեն սկսել է վենեսուելական հում նավթի մարքեթինգը համաշխարհային շուկայում, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Վենեսուելական հում նավթի եւ արտադրանքի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը նախ կտեղաբաշխվի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող արխիվներում, համաշխարհային ճանաչում ունեցող բանկերում։ Եկամուտների վերջնական բաշխման օրինականությունն ու ամբողջականությունը երաշխավորելու համար։ Եվ այդ միջոցները կբաշխվեն ամերիկյան ժողովրդի եւ Վենեսուելայի ժողովրդի օգտին, Միացյալ Նահանգների կառավարության հայեցողությամբ։ Ամերիկայի ծովային ուժերը միջազգային ջրերում ոչ միայն վենեսուելական, այլև ռուսական դրոշներով նավեր կարող են առևանգել Ատլանտյան օվկիանոսում, Իսլանդիայի եւ Միացյալ Թագավորության միջև։ Դաշնության մարիները լցանավն են առևանգել Միացյալ Նահանգների զինվորականները։ Ի պատասխան, Պետդումայի մի քանի падգամավոր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ռազմական պատասխան տա Միացյալ Նահանգներին։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դիվանագիտական ուղիներով Մոսկվան ամիսներ շարունակ խնդրել է Վաշինգտոնին դադարեցնել ռուսական նավերի հետապնդումը միջազգային ջրերում։ Չնայած Կրեմլի հորդորներին, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նավի անձնակազմը, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիները, կկանգնեն դատարանի առաջ։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։